Հիշում եմ, երբ որ ես կոստյումով եւ աստաշունչը ձեռքս գնում էի խոսալու Աստծո մասին, հա։ Դու քրիստոնյա ես, բա ինչու համար ես տրանս։ Տրանսը ու ինչ որ մարդով աստաշունչը ձեռքը խոսում է քրիստոնեությունից, ցավալի իրականություն է։ պատասխանեմ այդ հարցին, որպես երկու անգամ աստաշունչ կարդացած մարդ։ Մեր բարեկամները կամ հարազատները կամ ընկերները զոհվեցին նորմալ տղաներ էին, ձեր նման նորմալները ապրում են անվտանգ երկրում։ Абսուրդ պատմություն ա եղել, ոնց որ իրանք էին ասում, իրանք այդ շենքերի տարածքի նայողներն էին, смотрящие։ Դեմ քայլանդակելու են, ոսկորները ջարդելու են դու շփոթել։ Իմ ուղեղի մեջ չի կարող դեղավորել, թե դա ինչ որ ռուսաներ, ինչ որտեղ կհասկանայի։ Այդ չարությունը ու քեզ հրապարակում վառելու այդ ցանկությունը սկսեցին մեզ վիրավորել, հայհոյել, հեռախոսը հանել, նկարել մեզ, արան բանտ, մեկ օր պահեցին բանտում, հաջորդ օրը տարան դատարան, չէին ուզում աշխատեին, չէին սպասարկում, ծառայություն մատուցում։ Ինչ ես կարծում, դա կապ ունի քո կողմնորոշվածության հետ։ LGBT պրոպագանդա է։ Բռնի գործողությունների քարոզը պետության դեմ։ Օգտագործում են թմրանյութ, չարաշահում են ալկոհոլը, լիքահակաօրինական գործողություններ են անում, գողություններ են անում։ Օրինակ, եթե դրսում դու ասես, որ ես LGBT անձ եմ։ Դա հավուր հակաօրինական է, համար կարան քեզ տատե։ 3, 2, 1 Բարև բոլորին։ Սա BU podcast-ն է։ Այսօրվա իմ հյուրն է իրավապաշտպան Նորա Պետրոսյանը։ Նորա ջան, ողջույն։ Ողջույն։ Որ թվականին էր տեղափոխվել Ռուսաստան։ Առաջին անգամ տեղափոխվեցի 18 թվականի վերջը 19 թվականին։ Երբ որ ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի հակալգբտական շարժում չկար, օրենքներ, վատ օրենքներ չկային այնտեղ, կորոնավիրուսը անցկացրեցի Հայաստանում, ու այլի երբ որ սահմանները բացվեցին, տեղափոխվեցի Ռուսաստան։ Ինչ հետապնդումներ են տեղի ունեցել քո նկատմամբ։ Ես նաև գիտեմ, որ դու բազմաթիվ անգամ ենթարկվել ես խտրականության, ատելության կոչերի, տրանս եւ LGBTI քանձանց տեսանելիության կարևոր հարցեր էիր բարձրացնում։ Ինչ տեղի ունեցավ։ Ես ակտիվություն եմ դրսևորում հայկական սոցկայքերով, նպատակ ունենալով հավասարության բերելու մարդկանց, որ մարդիկ տեսնեն, որ ցանկացած տեսակի մարդիկ հասարակության իմաստն են ու կարող են լինել թե ոստիկան, թե խոհարար, թե բանակի ծառայող, բայց Հայաստանի մեր ժողովրդից ճիշտ չհասկացավ ու կարծեցին, որ ես ուզում եմ ծաղրեմ ու ձեր առնեմ այդ մասնագիտություններն ու պաշտոնները, այսպես ասած, ու դրա պատճառով ագրեսիա կար հասարակության կողմից։ Կուզենամ պատմես այդ զինվորական համազգեստով տեսահոլովակի մտահղացումը ոնց էր, ինչ էր ուզում ասել, որ հասարակությունը քեզ սխալ հասկացավ։ Մտահղացումը ի սկզբանե այդ հոլովակի նրանում էր, որ ցանկացած մարդ կարա ծառայի, ու այն ժամանակ ես հիշում եմ պատերազմական գործողություններ են տեղի ունենում Հայաստանում։ Ես ուզում եմ ցույց տալ, որ նմանատիպ մարդիկ նույնպես բանակում կան ու ծառայում են, որտեղ ես ունեի ծանոթ մարդիկ։ Եվ ես էլ ունեի ծանոթ մարդիկ, ով գեյ անձիկ, այո, զոհվել են, այո։ Ծառայում էին, այն նորմալ եկել են։ Ես իմ միտքն էր ցույց տալու, որ նման մարդ կարա ծառայի։ Հաճախակի մենք ենթարկում ենք ատելության խոսքը, երբ որ մեզ ասում են մեր բարեկամները կամ հարազատները կամ ընկերները զոհվեցին նորմալ տղաներ էին, ձեր նման ճակերտների մեջ, հա, աննորմալները ապրում են անվտանգ երկրում, բայց մենք բազմաթիվ անգամներ ասել ենք ու ես էլ եմ ասում, որ ես ընկեր եմ ունեցել, ով 2020 թվականին զոհվեց ու ես շատ ծանր տարա։ Իմ մեսիջներ էր այդ, որ հա, միգուցե ես հիմա հետ նայելով հասկանամ, որ երևի 19 տարեկանում իմ մոտ չստացվեց այն մեսիջը ճիշտ ձևով ներկայացնել, ստացվեց որպես ինչ որ ծաղրական տեսանյութ, որը որ ընդհանրապես ծաղրելու միտք չունի, որովհետև հարգանքով են վերաբերում սահմանապահ մարդկանց։ Բայց հա, ճիշտ չստացվեց ու հասարակությունը սխալ ընկալեց իմ մեսիջը։ Ու դրա պատճառով հա իրականում հետապնդում ագրեսիաներ ու ատելության ինչ որ կոչեր ստացել եմ, բայց բարեբախտաբար ողջ եմ։ Արդյոք այդ գործերի վերաբերյալ դիմեցիր ոստիկանություն եւ ինչ արձագանք գտավ այդ ատելության կոչերը։ Քանի որ ատելության կոչերի համար Հայաստանում հասահմանված ինչ որ քրեական հետախուզումներ լինում է բան մահվան եւ կյանքի վտանգ պատճառելու սպառնալիքի համար, բայց բավարարապատույցներ չկային, որ սպառնալիքները իրական էին, դրա համար այդ բոլոր քրեական գործերը կարճվեցին։ Ու իրականում ինձ համար կյանքի ինչ որ մեծ փորձեր հասկացա, որ շատ ժամանակ սպառնալիքները իրական չեն, որտեղ այն ռեալ դեպքերը, որ օրինակ եղել է հարցակման փորձերի, այդ եղել այն մարդկանց կողմից, ովքեր որ նախկինում սպառնալիք չեն ներկայացրել, զուտ փողոցում տեսել են, ճանաչել են ու որոշել են իրենց ինչ որ վրեժխնդիր լինեն, իրենց գաղափարով էլի։ Երբ մեկնեցի Ռուսաստանի Դաշնություն, ինչ էր սպասում գտնել այնտեղ, որն էր քո նպատակը գնալ։
Ռուսաստանի Դաշնություն, երբ որ ես մեկնեցի, համեմատած Հայաստանի, այնտեղ լրիվ Եվրոպա ոնց որ լինի քո համար, որովհետև փողոցները մաքուր են, ամեն պատերի վրա չկա կպցրած ինչ որ ռեկլամներ ու դրանով քաղաքը ավելի ցիվիլ է երևում։ Արտաքին տեսքը քաղաքի մարդիկ պահպանում են, այսինքն ինչ որ լվացքի պարաներ չեն կախում պատուհանից, ամեն ինչ ծխնելուց չի բանանում դուրս մողում, ու շատ էսթետիկ գեղեցիկ է այնտեղ իմ համար։ Ու մարդիկ բավականին զբաղված են այնտեղի, ինչը որ ինձ շատ դուր եկավ, որտեղի մարդիկ սիրում են աշխատել։ Ես օրինակ Հայաստանում մինչ օրս երբ որ քայլում եմ, տեսնում եմ, որ ունեք երկուշաբթի օրը առավոտ ժամը 12-ին փողոցում Բաքերում կարելի է տեսնել ինչ որ հավաքված տղամարդկանց, ովքեր որ նարդի են խաղում, կակարդ են խաղում, հա։ Ռուսաստանում նման բան չկար։ Այնտեղ բոլոր մարդիկ աշխատում են, ծնողների հաշվին ապրել իրենց համար ամոթ բան է համարվում, ինչը որ Հայաստանում ընդունված շատերի կողմից։ Ու այնտեղ աշխատելու փողը երկիր էր։ Ու ես քանի որ իմ կյանքում հասկացել եմ, որ ինչքան շատ գումար ես աշխատում, այնքան ավելի բարեկեցիկ կյանքով կարաս ապրես, այդտեղ իմ համար իդեալական տեղ էր իմ կյանքը դարձնել բարեկեցիկ աշխատելու գումար։ Ու համեմատած Հայաստանի, այնտեղ թե տանվարձը, թե կոմունալները, թե ուտելիքը բավականին էժանն է, մոտ 2-3 անգամ։ Դրա համար որոշեցի, որ երկար ժամանակ կմնամ այնտեղ։ Եվ վերադառնանք Ռուսաստանում տիրող իրավիճակին, հակալգբտական օրենքների ընդունմանը։ Կարծում եմ 2019 թե 20 թվականներին իշխանության կողմից ընդունվեց բազմաթիվ օրենքներ LGBT անձանց դեմ, ինչ ազդեցություն ունեցավ քո վրա եւ ամբողջ LGBT համայնքի վրա։ Նախ ես կարծում եմ այդ օրենքը ընդունվեց այն ժամանակ, երբ որ պատերազմը սկսվեց, սանկցիաներ Եվրոպան դրեց Ռուսաստանի վրա ու ժողովրդի կյանքը բավականին ավելի դժվարացավ, որտեղ սոցկայքերը չէին աշխատում, շատ ֆիրմաներ լքեցին ու լիքը մարդիկ մնացին անգործ։ Դրանից հետո միգրանտների միջոցով շատ ծերակներ էին տեղի ունենում այնտեղ, ինչ որ բաներ էին պայթացնում կամ մարդկանց կրակում։ Ռուսաստանը համարեց, որ հակաօրինականացնելով LGBT շարժումը, կազմակերպությունը, չնայած Ռուսաստանում չկա, ես չգիտեմ, չկա գրանցված որ LGBT կազմակերպություն, ու այդ օրենքը իմ համար բավականին աբսուրդ էր, որովհետև եթե արգելվում է ինչ-որ մի կազմակերպություն, պետք է լինի կազմակերպության ՀՎՀ-ն, հա, ոնց որ այնտեղի։ Հա, գրանցված կազմակերպություն։ Դա արգելված է ինչ որ անորոշ բան, ու անորոշությունն է շատ խոճապեմատը, որովհետև չգիտեի ինչ ձևով կարան դա կիրառեն այդ օրենքը քո հանդեպ։ Ու նորություններով երբ որ ես նայում էի, որ օրինակ այս ինչ մարդուն տու գանեցին, ինչ մարդուն դատեցին, ես նայում եմ, որ ինչ որ արտաքին տեսքի պատճառով ինչ որ մի բլոգեր կար այնտեղ Իգոր Սինյակ, ով որ շպար էր գրում, զուտ որպես մասնագետ դիմահարդար էր։ Ինքը չէր ունականացում որպես LGBT մարդ կամ որպես տրանսգենդեր, ինքը ունականացում որպես տղամարդ, ով գրում է շպար, որպես դասավանդելու նպատակով։ Իրան դատեցին 12 տարի այնտեղ հետապնդման մեջ էր զուտ կոսմետիկա օգտագործելու համար կամ կանացի պիջակ կրելու համար, հա, այնտեղ։ Ու ես որ այդ քրական գործը բանում նորություններում կար սկանարած նայեցի, շոկի մեջ էի։ Ռուսաստանում, քանի որ այդպես կարծատիպեր կովկասյան չկան, այնտեղ անգամ հետերոսեքսուալ տղամարդիկ մազ են ներկում, ականջուղեր ունեն, կարող են ինչ-որ կոսմետիկա օգտագործեն, Դա իրանց վրա էլ է տարածվում։ Ես զարմացա, որովհետև հասկանում եմ, որ դա LGBT-ական նշան չի։ Դա մենք գուցե Հայաստանում են, հա, որ եթե եղունգները ներկայացնեն, հավանական է, որ կարա լինի նույնասեռական։ Բայց Ռուսաստանում չէ, կարա լինի հետերոսեքսուալ ամուսնացած երեխատեր մարդ, բայց ինքը ունենա ներկայացած եղունգներ։ Ու ես զարմացա, ոնց կարա Ռուսաստանում այդ օրենքը աշխատի, որովհետև արտաքինով LGBT-ն նույնականացնելը մի քիչ աբսուրդ է, որտեղ ես շատ լավ գիտեմ, որ կան մարդիկ, որ ահավոր բրուտալ պարապած ու ոչ ինչ որ նշաններ չեն, բայց իրանք համայնքի մարդ են ու այդ օրենքը թե ոնց էր աշխատելու, մենք չգիտենք ու ահավոր ինձ պանիկան ու շոկը հենց դրանից էր գալի, որ չգիտեր այդ օրենքը ոնց են օգտագործելու։ Ես նաև գիտեմ, որ քո եւ ընկերներիդ նկատմամբ հետապնդումներ տեղի ունեցան Ռուսաստանում, երբ որ օրենքը ընդունվեց։ Կպատմես մի քիչ դրա մասին։ Երբ որ օրենքը ընդունվեց, հասարակության մեջի այդ մարդիկ, ովքեր որ ունեին ինչ որ ագրեսիա եւ հոմոֆոբիա կամ ջրատելություն, ռասիզմ այլ մարդկանց հանդեպ, իրանք սկսեցին ավելի ակտիվորեն բան անել, որովհետեւ ցանկացած ինչ որ, չգիտեմ, դու ոչային հակնվես, ունենաս ներկած մազեր կամ ինչ որ պայուսակ բռնես, բան անես, իրանք կարող են, չգիտեմ, բան այն, օй դու ռոպագանդա ես անում LGBT, իրանք համար ինչ որ բաներ, արդեն գիտեին, որ դա 12 տարի դատելու ոնց որ օրենքա, որ դրա համար կան, ամեն ինչ անում, դու ռոպագանդա, ինչ որ փողոցում կարող է ինչ որ տատիներ, տենց ինչ որ այդ դրա համար բշտեն կամ ինչ որ երեխեք, ովքեր որ լսել են, որ ինչ որ ռոպագանդայի արգել է, բայց չգիտեմ ռոպագանդան ինչ է, հա։ Ու իմ համար աբսուրդային էր, որ համարվեց էքստրեմիզմ, դա, որովհետև էքստրեմիզմը, եթե բառային բացատրություն կարդում եք, բռնի գործողությունների քարոզը պետության դեմ։
Դա դրա հետ բացարձակ կապ չունի, որ եթե մարդ ուզում է իր մազերը ներքի, օրինակ պետության դեմ բռնի գործողությունների քարոզ իշխանապողության կամ ինչ որ բանի աբսուրդ էր դա։ Ես հիշում եմ մի անգամ իմ ընկերոջ հետ գնացինք խանութ գիշերը 3-ին, որ մարդ չլինի հանգիստ առևտուր անենք, հույս ունենալու։ Այնտեղ մի հայ կար, ով էլի առևտուր անի, վերջում իմացա, որ ինքը հայ է, ուրեմն ինքը լսեց մեր խոսակցությունը, իմացա, որ մենք հայ ենք, կանչեց այլ հայ իր ընկերների, ովքեր որ միգրանտ էին, այնտեղ ոնց արտաքնապես հատկացվի շինարարության վրա էին աշխատում, որտեվ իրանք sense գաչ ցեմենտը չորացած շորերով էին եկել։ Այդտեղ ու ինչ որ sense մեծ խումբ հավաքվեց 10-12 հոգանոց, ովքեր որ մեր դուրսը սպասում էին, որ գնանք մեզ բան անեն, ծեծեն։ Ոնց որ իրանք էին ասում, իրանք այդ շենքերի տարածքի նայողներն էին, смотрящие, այդտեղ այդ մարդը տենց իրան վերագրեց, որ դա իր տարածքն է եւ մեր նման մարդիկ այդ իրավունք չունեն մնալու։ Իմ համար շատ աբսուրդային էր, որտեվ հասկացա, որ ինքնաշնորհության վրա է աշխատում, ինքը եկել է այստեղ աշխատելու համար Ռուսաստանում ու հայ ու համարում է, որ դա իր տարածքն է եւ ինքը պետքա նայի, թե ով է ապրում այդտեղ եւ ինչ որ իր դուրը չկա, ինքը պետքա տեից վռնդի։ Իսկ ինքը եկել էր ոնց որ մեծ է տարածքից վռնդելու հասկանալու, որ մենք քանի որ խանութ եկել ուրեմն հարակից տարածքում էլ ապրում ենք։ Մենք այդտեղ ոնց որ սպասեցինք մինչեւ իրան գնան, իրանք չէին գնում։ Խանութի աշխատակից ռուս էր, դուրը փակել էր, որ իրանք ներս չմտնեն ու ոստիկանություն զանգեց, որ գան ոստիկանները ոնց որ իրանք պահեն, մենք դուրս գանք այդտեղից, որտեղ մենք խաղաղ մաներ ենք, հաճախորդներ ենք, թե եկել ենք առևտուր անենք։ Ոստիկանությունը եկավ մեքենայով երկու ոստիկաններ, սկսեցին մեզ վիրավորել, հայհոյել, հեռախոսահանել, նկարել մեզ։ Ես այդ իմ գիրոջ դեմքին եմ, ասում ենք կորած ենք, հիմա ինչ անենք։ Դա աբսուրդ էր։ Եթե պետականությունը ինչ որ գալիս է սկսում է քեզ հայհոյել այդ մարդկանց հետ ոնց որ ախպերություն անում, բալավ եք անում, սրանց պիտի հանենք, բան անենք, ռադանենք ստից։ Մենք չգիտենք։ Մենք արդեն պատրաստվել ենք, որ հեսա մեր դեմ քայլանդակելու են, ոսկորները ջարդելու են դուրս շպրտելու։ Ռուսաստանի իշխանությունը բոլոր լծակները տվել է ոստիկանությանը։ Ցանկացած գործողություն կարող են իրականացնել։ Այդ ահավոր էր, որտեղ եթե ոստիկանությունը մեզ չօգնում, մենք չգիտենք ինչ անենք ուրիշ։ Ոչ մի ինչ որ ձևով չեն կարող մեզ պաշտպանել։ Սիտուացիան ավարտվեց, որ մենք տաքսի կանչեցինք, հենց մուտքի մոտ խնդրեցի, որ գա, ու տաքսին խնդրեցի, որ մեզ արագ քշի տանի։ Երկու հոգի մեր դեպից ավտոով էլի եկան, բայց մենք ոնց որ իրենց կորցրեցինք տարբեր բոլոր մոր ճանապարհներով գնալով, իսկ այդ վարորդին ավել վճարեցի դրա համար, վարորդը հասկացող մարդ էր, հասկացավ բաներ, բայց իմ ուղեղից չի կարող դեղավորի, թե դա ինչ որ ռուսաներ, ինչ որտեղ կհասկանայի, բայց որ միգրանտ հայը ու այլ միգրանտ հային դա տենց բան անում, երկուսս ռոտար երկրում ենք, երկուսս էլ հայ ենք, բան հիմա չգիտեմ, դու ուրիշ մտածելակերպ ունես, ուրիշ մտածելակերպ ունեմ, ու էլի արտաքին բան, մենք այդ մարդկանց չենք ճանաչում։ Իրանք արտաքնապես մեզ նայեցին, մեր պահվածքով դասին հա իրանք միգուցե գեյ են, ու դրամից եղավ այդ ատելությունը։ Այսինքն իրանք Հայաստանից դուրս են գալիս, լրիվ ուրիշ մարդ են դառնում, այս պարագայում փոխանակ հայը հային աջակցի, օգնի, որովհետև վերջ-վերջը օտար երկրում ենք, հա, գտնվում, ընդհակառակը։ Նորա ջան, ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք որ հիմա ապրում են Ռուսաստանում, այս ժամանակահատվածում, եւ ինչ խորհուրդ կտաս այն LGBT անձանց, որոնք որ ուզում են գնալ Ռուսաստան ապրել։ Ես առհասարակ հիմա կարծում Ռուսաստանը ապահով տեղ չի ապրելու համար միգրանտների հետ կապված, կապ չունի ինչ կողմնորոշվածության կամ ինչ կրոնական հայացքներով մարդես միգրանտներին այնտեղ շատ վատ են վերաբերում։ Եվ ռուսները ունեն հա ռասիստական շատ բաներ, դաժե եթե հոմոֆոբիայի կողմ դնենք, ռասիզմը զուտ որ դու ռուս չես, ակցենտով կարող ինչ որտեղ խոսած, ինչ որ բան, սխալ վերջավորությամբ ասես, կամ մաշկը քիչ ավելի մուգ է, քան իրանց բանը մաշկը։ Դրա պատճառով մեծ խտրականության ենթարկում են, հատկապես մեծ սերունդը, իրանք տենց ունեն։ Չնայած փոքրներն էլ ունեն։ Ես հիշում եմ ընկերների հետ ծովափում նստած էինք այնտեղ Սանկտ Պետերբուրգում։ Մի հատ փոքրիկ 6-7 տարեկան բան էր, տղա մոտեցավ այնպես հարցեց ինչ լեզվով ենք խոսում, ասում ենք հայերեն ու ասում ой, опять эти не русские в нашей России, բան, այսքան իրանց ընտանիքուց այդ բանը ոնց որ գալիս է։ Մի կողմից հասկանում եմ ռուսներին, որովհետև այն եկած մարդիկ իրանց շատ անշնորհք են պահում, մաղթոտում են երկիրը, բարձր ախսով խոսում են, գոռում են, ինչ որ գողություն են անում հակառակական գործունեությամբ են զբաղված շատերը։ Այդ ատելությունը հասկանում եմ, բայց դա համենայնպես արդար չի բոլորին տենց իրաբերվել, որտեղ բոլորը տենց չեն էլի։ Բայց ներկա պահին անվտանգ չի այնտեղ ու բավականին ռիսկային է։ Ինչ փոփոխություններ կան Հայաստանում 2018 թվականին, 19 թվականին, երբ որ դու գնացիր եւ հիմա հետ ես վերադարձել Հայաստան, տարբերություն տեսնում ես մարդու իրավունքների տեսանկյունից։ Ես տարբերություն տեսնում իրապահ մարմինների կողմից, որովհետև մի քանի անգամ առիթ եղել առնչվեմ գործերի հետ կապված, ես զարմանում եմ, թե ինչ շնորհքով ու ցիվիլ են իրանք սկսել իրեն խոսալ։ Իմ այն ժամանակվա ուզածային էր, որ յուրաքանչյուր մարդ կատարի իր աշխատանքը։
Եթե դու գնում ես հարկային պատոհանի ես մտնում, դու նորմալ սպասարկին, ոնց որ բոլոր մարդկանց, իսկն ինչ որ արտոնություն կամ առավել վերաբերմունք չհամակարգում։ Զուտ որպես քաղաքացի բոլոր մարդկանց մինիմալ հարգանքով այդ բանը պահպանվի, հիմա այդ կա։ Այդ շատ լավ, ոչ մի ինչ որ ավելորդ հարցեր, ավելորդ հայացքներ, ինչ որ ծիծաղներ կամ չէ, դες չենք սպասարկի բան, տենց բաներ դեռ չեմ նկատել ու ինձ թվում է այդ բավականին մեծ փոփոխություն է Հայաստանում որ կա, որտեղ ես համեմատում եմ որ 17 թվականին հիշում եմ որ Գեղեցկության սրահերում դաժե շատ տեղեր չէին ուզում աշխատեին, չէին սպասարկում, ծառայություն մատուցում կամ ապրանք վաճառում, հիմա այդ խնդիրը կարծում եմ որ չկա։ Ուսումա դա նաև նպաստել այն, որ շատ այլազգի մարդիկ են եկել այստեղ ու մարդիկ հասկացել են, որ արտաքինով մարդկանց դատել է մի քիչ շատ նախնադարյան բան է, էլի։ Ռուսաստանի իշխանությունը կամ առհասարակ ոստիկանությունը ինչ մեխանիզմներ ա դրել, որ տենց կարողանում է հայտնաբերի LGBT անձանց, չգիտեմ, երկրից կամ դեպորտանի կամ բանտարկի, ինչ մեխանիզմներ են դրել։ Ռուսաստանում բոլոր սոցկայքերը վերահսկվում են տեղացի իրենց ազգային անվտանգության FSB-ի կողմից, թե ճիշտ եմ հիշում հիմա։ Անկախ ամենից դու ինչ մարդ ես, ինչ կրունի, ինչ սեռի կամ այն եք վերահսկում են։ Ցանկացած հակառակ գործողություն բացահայտելու համար, այսինքն սոցկայքերով ինչ որ մեկի հետ կարող խոսաս, չգիտեմ, շփվես, զանգես, բանես, ես կարծում եմ ամեն ինչը վերահսկվում է այնտեղ։ Ու ինչ որ ձև, ասեմ, ինչ որ տեղով կարող եք օգտվել, որ ապահով լինի, չէ։ Օրինակ, եթե դրսում դու ասես, որ ես LGBT անձ եմ կամ խոսես LGBT անձանց իրավունքների մասին։ Դա հավուր հակաօրինական է, համար կարան քեզ տատե։ Դե եթե ինչ որ երկրորդ անձի դու անձ տեսնում ա ինչ-որ կանացի հագուստով տղայի կամ խոսում ես այդ թեմայով կամ այդ բառը ասում ես հապավում է, բան դա։ Դա Instagram, Facebook բառերն են հակաօրինականացնում։ Եթե ինչ որ խոսքի մեջ հանրային վայրում պետքա ասվի, այնտեղ բան են անում այդ GCP-ն դնում որ պիկանի այդ բառը չլսվի Instagram կամ Facebook բառը։ Ոնց տեղի ունեցավ քո վերադարձը դեպի Հայաստան։ Փետրվարի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում ակտիվացվեց մի ծրագիր, որը կոչվում է Реестр контролируемых лиц, կառավարվող անձանց ցուցակ, հայերենով եթե ասենք, հա։ Այնտեղ ավելացնում են միգրանտներին, ովքեր որ պարտավոր են լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Եթե չգնացիր, արդեն իրանք ոնց որ դուրս մղում կանեն, այսպես ասած։ Փետրվարի 5-ին սկսեց աշխատել, փետրվարի 5-ին էլ երեկոյան ժամը 9-ին ավելացրեցին ինձ այդ բանի ռեեստրի մեջ։ Հա, քեզ ավելացրեցին, ու դու չգնացիր կամ չգիտեմ, չխոսեցիր կամ Ես գնացի ոստիկանություն, միգրացիոն կենտրոն, ես նամակներ գրեցի ոստիկանությանը, բայց ոչ մի պատասխան չստացա։ Այսինքն այնտեղ տարածված բան է, որ ինչ որ ինտերիով դիմում ես պետությանը, ես ուղարկում են այստեղ, այսինքն ուզում եմ MVD-ին ուղարկում են միգրացիոն կենտրոն գնում ասում պետք է գնաք MVD, ես բաժին ուղարկում եմ գնացեք ին բաժին, բայց նամակ է գրեցի, բան ոչ մի մստակ պատասխան չստացա։ Ինչ ես կարծում, դա կապ ունի քո կողմնորոշվածության հետ եւ երկրորդը, արդյոք իրենք տեղյակ էին քո անձնագրի մասին, երբ որ անունը Նորա է եւ նկարը այլը։ Դա էլ պատճառ լինի, ես ենթադրում եմ, որ դա կարող պատճառներից մեկը լիներ, որովհետեւ շատ ժամանակ երբ որ ես գնում էի այնտեղ, տեղի հայրանուններով տարբերվում է տղամարդու կնոջը, երբ որ ինձ ոնց որ արական հայրանունով էր այնտեղ գրված իմ բանը, անձնագրի տվյալները։ Շատ ժամանակ ասում են իրանք սխալ կա, գնացեք էս սխալ ուղղեք բան արեք, ես ոնց որ բացատրում եմ, որ սխալ չի։ Միգուցե դրա պատճառը լինի, որտեվ ես ինչ որ հակառակական գործունեություններ չեմ արել։ Գրանցված աշխատող եմ եղել, տեղի գրանցում ունեցել եմ, բոլոր շուկանատատությունները անցել եմ, աշխատանքի իրավունք ստանալու համար ու հենց ոստիկանության կողմից ստացել եմ կանաչ քարտ, որով որ իրավունք ունեի աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչով էր զբաղվում։ Ռուսաստանի Դաշնությունում ես զբաղվում էի աշխատում եմ որպես բրոկեր, վերավարձակալության էի հանձնում բնակարաններ, նաև կաշվեգործությամբ էի զբաղվում, պայուսակներ, գոտիներ, դրամապանակների կարում կաշվից ու վաճառում։ Շատ ողջունելի է, որ կարողացել ես հենց Ռուսաստանի Դաշնությունում քո փոքրիկ բիզնեսը հիմնել։ Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում շարունակես, որովհետև մարդիկ կլինեն, որոնք որ հետաքրքրված կլինեն։ Արդյոք տեղյակ ես, քանի տարով են արգելել քո մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Քանի որ ծրագիրը այդ ռեեստրի, որ ասեցի, շատ նոր է, անգամ ոստիկանության աշխատողները իրանք գաղափար չունեն, դա ոնց է աշխատում։ Դա չի ավելացվում ինչ որ ոստիկանների կողմից, այսինքն ինչ որ իսկույնի ինտելեկտ է ավելացնում պատականության սկզբունքով մեծ քանակությամբ միգրանտների։ Հույս ունեմ ավելի ճիշտ, որ մի քանի ժամանակ հետո, միգուցե մի տարի կամ մի քանի ամիս հետո ինչ որ ձևով կկարգավորվի այդ
հարցը ու կարողանամ հետ գնալ։ Հետ գնալ ուզում եմ անկախ ամեն ինչից, որովհետև բիզնեսի առումով այնտեղ բավականին մաչելի է, հեշտ է անել, աշխատել, հարկերը քիչ են, ապրուստը բավականին էժան է այնտեղ։ Հայաստանն ըստ ինձ անարդարացված թանկ է։ Ուտելիքը կոմունալը տան բարձր է այստեղ մնալ չեմ ցանկանում անկեղծ ասած, ուզում եմ գնամ։ Դե բնականաբար Ռուսաստանում LGBT համայնքը ապրում է վախի մթնոլորտում, նաև մենք ընկերներ ունենք Հայաստանից, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, էլի նույն փակված վիճակում։ Ինչպես են իրանք կարողանում ապրել, եթե այսպիսի մի շարք օրենքներ կան, որոնք որ բարդացնում են LGBT անձանց կյանքը։ Ես չեմ կարող ասեմ ինչպես են ուրիշները ապրում, ես կարամ իմպորտիտ ասեմ, որ մարդիկ հենց մարդիկ քաղաքացիները շատ տոլերանտ են բոլոր մարդկանց հանդեպ։ Հայաստանում հակառակը, Հայաստանում օրենքներ նման չունենք մարդկանց ոնց որ ճնշող, բայց ժողովուրդը հավոր ագրեսիվ է վերաբերվում։ Այնտեղ հակառակը ժողովուրդն է շատ տոլերանտ։ Եղել են դեպքեր, երբ որ խտրականության են ենթարկվել քո ընկերները։ Իմ ընկերների հետ կապված մի абսուրդ պատմություն է եղել, ուրեմն երբ որ իմ ընկերոջը հանգստանում էինք Ռուսաստանի քաղաքներից մեկում, այնտեղ ոստիկաններ իրան մոտեցան, ձեռքին ուներ դաջվածք, վարդ էր նկարած։ Նրան ասացին, որ քանի որ դուք կենսաբանական տղամարդ եք եւ ձեռքին գրում եք վարդի դաջվածք, դա LGBT պրոպագանդա է։ Հակառակական գործունեություն եք անում, քարոզում եք պրոպագանդա, ոստիկանությունը, հա։ Ու իրան տարան բաժին, պահանջեցին գումար ազատելու համար իրան այդտեղից, քանի որ ինքը չուներ գումար չտվեց ու այնստեղ իրան տարան բանտ, մեկ օր պահեցին բանտում, հաջորդ օրը տարան դատարան, դրանից հետո իրան վիվադինյա արեցին, այսինքն ոստիկանությունն իրան որպես հանցագործ մի քանի ոստիկաններ ուղեկցեցին մինչև ընդհանրապես տարտուի համար։ Հա, ինքնաթիռ, որ ինքը նստի եւ լքի Ռուսաստանի Դաշնություն եւ 10 տարով արգելեցին Ռուսաստան մուտք գործելու բանը, մուտքը։ Իմ համար շոկայիններ են, որ Ռուսաստանում ահավոր բաց ձևով մարդիկ օգտագործում են թմրանյութ, չարաշահում են ալկոհոլը, լիք հակաօրինական գործունեություններ են անում, գողություններ են անում, չգիտեմ, այնքան խնդիրներ ունի Ռուսաստանը լուծելու, որ մարդկանց տատուներին կպնելու համար այն ժամանակ տրամադրելու կարիք կարծում եմ ոնց որ չկա էլի, բայց իրանք հա միգուցե ինչ-որ պրեմիա են ստանում դրա համար, որպես ինչ-որ էքստրեմիստի բացահայտում բան, դրա համար անկապ ինչ-որ տենց բաների համար, ես երկու տենց ծանոթ ունեմ ու դաջվածքների համար ասել եմ, որ քո դաջվածքները քարոզ են անում։ Իրանք շատ ժամանակ նաև կասկածելով ինչ-որ մարդու վրա կարան մտնեն իր հեռախոսը, նամակագրությունը կարդան ու նամակագրությունը նույնպես համարվում է ապացույց, որ դու էքստրեմիստ ես ու նամակագրության համար դու ես նամակագրություն մեկի հետ կամ ինչ-որ նկարներ, որոնք որ կարան նույնականացվեն նմանատիպ թեմայի հետ կապված համարում ես էքստրեմիստ։ Օթարավակայանում մեր ընկերներից մեկը առաջին անգամ է երիտասարդը եկել է Ռուսաստանի Դաշնություն, իր ընտանիքին որ ընտանիքի անդամին թողել են անցնի, իր հեռախոսի նկարների պատճառով իրան բան էին արել, դեպորտ էին արել։ Իսկ հեռախոսի նկարները ինչ էր։ Իր ինչ-որ նկարներն էր, որոնք որ ոչ հարիր էին համարել Ռուսաստանի ոստիկանությունը, էլի։ Նորա ջան, ինչով է զբաղվելու այստեղ։ Ես չգիտեմ Հայաստանում ինչով եմ զբաղվելու, որտեվ նախ չեմ ուզում այստեղ մնամ, ուզում եմ ինչ-որ ելք գտնեմ այլ երկիր գնալու աշխատելու համար, բայց ինձ թվում է մի օր ժամանակ ինչքան կմնամ պաշտպանությամբ կզբաղվեմ, որովհետև այդ գործը ինձ համ դուր է գալիս, համ հաճելի է աշխատել, համ էլ հետաքրքիր է ինչ-որ ռեալիզացնել տարբեր մարդկանց իդեալներ։ Այս պահին, եթե մի մարդ, ով քեզ նման խնդիրների է բախվել Ռուսաստանի Դաշնությունում, ինչ խորհուրդ կտայր։ Խորհուրդ կտա, եթե ցանկանում է մնա այնտեղ աշխատանքի համար, ուզում տանի դուրս չգա ու տանը աշխատի կամ իր գործով զբաղվի, որովհետև շատ ժամանակ երբ որ ինչ-որ ակումբ կամ սրճարան գնում ես կամ քաղաքի կենտրոնում ես ման գալի, այդ ահավոր մեծ թիրախավորում է, որովհետև այդ նոր օրենքի համաձայն դու անգամ չես կարող փաստաբան, թե դու բարձես, ես կարող ներառես քո գործով փաստաբան։ Ուժին փաստաբան իրավունք չունի աշխատի քո հետ։ Այսինքն դու միայն մնում ես միայնա քո խնդրի հետ եւ լավագույն լուծումը դրա պետք է սպասես մինչեւ քեզ դեպորտ կանեն։ Ну կամ ինքնակամ դուրս գաս կամ հա սպասես մինչեւ կբռնեն դեպորտ կանեն։ Ցավալի իրականությունն է։ Ինչից ես վախենում հիմա եւ ինչից այլևս ոչ։ Վախենում եմ, որ երբեք էլ հնարավորություն չեմ ունենա Ռուսաստան գնալ, որովհետեւ իմ համար ես մի հատ հիմա մեր
Հիմա մեր դիտողները կմտածեն, թե ինչքան է հավանել Ռուսաստանը, որ ուզում է վեճ վերադառնալ Ռուսաստան, այլ ոչ թե Եվրոպա։ 2018 թվականը եւ 2025 թվականը, երբ որ գնում ես քայլելու, հա, քաղաքի տարբեր մասերում, նկատում ես ագրեսիայի նվազում։ Նկատում եմ, որ մարդիկ ավելի ոնց որ աչքները սովորած է դարել։ Ես իրականում իրվի առաջին անգամ եմ որ Հայաստանում օգտվում եմ հասարակական տրանսպորտից, մետրո, ավտոբուսներից, դեպի մակարդակով է դարձել, ինչ որ թեք հայացքներ, ագրեսիաներ, բան չեմ նկատել։ Երեք դաժե մետրոյի մոտ աղջիկ եկավ, ասում է, շատ գեղեցիկ ողջուն եք, բան, ինձ թվաց ինչ որ բան ա ուզում ինձ ասի, որ խայ ասենց հակնում եմ։ Հա, կոմպլիմենտ արեց, գնաց։ Լիքը մարդիկ կան իրականում որ իրանց համար դա անսովոր է, իրանք տարօրինակ են երկար նայում են բան, բայց առաջվա նման այդ չարությունը ու քեզ հրապարակում վառելու այդ ցանկությունը որ մարդկանց մեջ արդեն չկա։ Իրանք զուտ հետաքրքրությունից հիմա նայում են։ Ես ուսման որոշ ժամանակ հետո էլ կանցնի, բայց համարպես էլի ես վստահ եմ, որ դա մարդկանց անգործությունից է։ Եթե մարդը ունենա ինչ-որ գործ զբաղված այո, ունենա նպատակ, որ ինքը դուրս եկել փողոց, որ գնա ինչ-որ աշխատանքի, ես իմ երեխուն մանկապարտեզից վերցնի կամ ինչ-որ դեղնա, ինքը ժամանակ չունենա կողքի մարդկանց նայի քննադատի։ Ինչի՞ց է որ մենք այսքան ատելության ալիքի ենք բախվում։ Յուրաքանչյուր հոլովակ կամ նկար, որը որ վերաբերում է LGBT համայնքին, հասարակության մի շերտ կա, որը ուղղակի այնպիսի բառեր է օգտագործում, որը առհասարակ եթերային չի։ Թիրախավորումից մինչև ընտանիք եւ այլն եւ այլն։ Ես կարծեմ, որ նման անմակարդակ մարդիկ թիրախավորում են ցանկացած մարդու, ով իրանց համապատասխան չի արտաքնապես, հա։ Ինչի եմ ես տենց կարծում, որովհետև շատերի համար գաղտնիք չի, որ նախկինում եղել եմ այլ կրոնական բանի մեջ, կազմի մեջ։ Ես հիշում եմ, երբ որ ես կոստյումով եւ աստաշունչը ձեռքս գնում էի խոսալու Աստծո մասին, հա, ինչ որ ասարության համար կարդալու իրանց համար կամ քննարկելու քրիստոնեության վերաբերյալ ինչ որ բան։ Մարդիկ նույնիսկ ագրեսիվ ինձ են վերաբերվում։ Որտեվ ասում են, «Ոյ դու աղանդ ես, դու մեր սրբերին բան ես անում, պղծում ես, գիտեմ չես անում», ես հասկանում եմ, որ տրանսը ու ինչ որ մարդով աստաշունչը ձեռքը խոսում է քրիստոնեությունից, մեկը իրանց կողմից անընդունելի է այդ հասարակության այդ մասայի։ Դա գալիս է դաստիարակությունից, որովհետև Հայաստանում երեխեքին շատ են մեծարում։ Ես օրինակ ռուսական դաստիարակությունը ավելի շատ եմ հիշ համարում, որովհետև Ռուսաստանում ծնողները տենց երեխեքից ընկած չեն, որ ամեն ինչ անեն, որ իրանց հանկարծ ինչ որ վատ հետևանքներից պաշտպանեն, հանկարծ իրանց երեխին չտուժվի, հանկարծ ինչ որ վատ բանի չկա, այնտեղ սովոր են, որ եթե դու ինչ որ մի բան սխալ ես, դրա պատասխանը դու ստանալու ես։ Հայաստանում շատ երեխեքին երես տալիս, իրանց մեծարում գլխներին դնում, դրա համար մեծանում է 18-19 տարեկանում մարդ, ով մտածում է աշխարհը իրանն է։ Ինքը ինչ անի, իր մաման, պապան իրան այդ խնդից լուծելու են, ում բոլոր մարդիկ պարտավոր են իրանց, պարտավոր են ինչ որ նկեց այդ բանն եմ շատ նկատում այդ բան արտահայտությունը, ասում են, «Էսով էր»։ Իսկան իրանք մտածում են, որ Հայաստանը իրանց տարածքն է, ինչ որ մեկը երբ որ իրանցամ դուրս գնաց, «Էսով էր»։ Ես կարող հասնեմ «Էսով էր» ինչ որ մարդու, որ իմ տանն է մտածել, ասում «Էսով է իմ տուն մտել», բայց ոչ փողոցի մարդուն ասեմ «Էսով էր»։ Ու ես կարծում եմ, որ այդ դաստիարակությունից է դա գալիս, որ մարդկանց չեն սովորացնում, որ կան այլ մարդիկ քեզնից բացի ու իրանց պետքա դու հարգես։ Եթե անհանգարից վերաբերում դրսևորես, դու ինչ որ պատասխանատվության ես ենթարկվելու դրա համար, էլի։ Ու այդ ինչ որ լկստված, երեստված երեխեքի որ մեծանում են, ու այդ հասարակությունը, որ հիմա մենք տեսնում ենք, որ իրանք կարծում են, որ ինչ որ մեկը իրան դուրը չի գալիս, իրանք պետքա բան անեն։ Խոսեցիր նաև կրոնական փոքրամասնությունների մասին, նաև ժամանակին դու ես եղել այդ փոքրամասնությունների մաս։ Ինչու ենք մենք որպես իրավապաշտպաններ միշտ խոսում, որ պետքա հանդուրժողականություն լինի, հարգանք լինի կրոնական փոքրամասնությունների, զառական փոքրամասնությունների, ազգային փոքրամասնությունների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, բայց օրինակ կրոնական փոքրամասնությունները մեզ միշտ անդրադառնալով ասում են, որ դա մեղք է, մենք չենք ընդունում, դա մեր համար սխալ է։ Պատասխանեմ այդ հարցից, որպես երկու անգամ աստաշունչ կարդացած մարդ։ Քրիստոնեությունն իրական քարոզում է սեր մարդկանց, անգամ քո թշնամուն ու քո դրացում։ Եթե մենք հայերս համարում ենք մեզ քրիստոնյաներ, մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր մարդ ուրեմն ստեղծված է Աստծո պատկերով։ Անգամ այն մարդիկ, ովքեր որ ըստ մեզ ապրում են սխալ կյանքով կամ սխալ վարքագիծ ունեն կամ սխալ արտաքին տեսք ունեն,
Ու եթե մենք հիշենք, որ դատաստանը Աստծունն է, ու մենք ոչ մի բան արելու իրավունք չունենք մարդկանց դատելու, չդատենք, որ չդատվենք, այդ օրենքի համաձայն մենք պետք է զուտ Բայլով Աստծո պատվիրանները սիրենք դիմացի մարդկանց, չատենք, ատելություն չտածենք մարդկանց համար։ Շատ գեղեցիկ ավարտ տվեցիր մեր ոդքասթին, նաև ես մի փոքր ավելացում անեմ, ես նույնպես քրիստոնյա եմ, շատերի համար գուցե սա ուրիշ ձև հնչի, հա, դու քրիստոնյա ես, բա ինչու համար ես տրանս եւ տրանսները չեն կարող լինել քրիստոնյա, ոչ։ Ես ինքս գնում եմ եկեղեցի, աղոթում եմ, մոմ եմ վառում, խաչակնքում ես դուրս եմ գալի ու չեմ ատում։ Ի տարբերություն հասարակության այն շերտի, որը իրան համարում է քրիստոնյա, մտնում է եկեղեցի կամ աղոթում է, հետո դուրս է գալիս, սկսում է բամբասել, ատել եւ վառել։ Շնորհակալ եմ Նորա ջան, շնորհակալ եմ իմ հյուրը լինելու համար։ Խնդրեմ։ Եթերում է Bio podcast-ը։ Եթե հավանեցիր հոլովակը, մեկնաբանություններ բաժնում, թող քո մեկնաբանությունը մենք անպայման դրան կանդրադառնանք։ Հաճելի օր բոլորիդ, կհանդիպենք շուտով։ 3, 2, 1